Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին ու ռադիոդիտողներին, դուք լսում կամ դիտում եք Գործարար ալիքը, իսկ եթերում հետախույզի օրագիրը հաղորդումն է։ Առաջին խոսափողի մոտ հաղորդման հեղինակ Վովա Վարդանովն է, իսկ երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում եմ ես, Սաթենիկ Զախարյանս։ Բարև ձեզ, պարոն Վարդանով։ Բարի օր։ Վերջերս հայտնի դարձավ, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ուղարկվել է Ազգային ժողովի առաջին բաժին, որը նշանակում է արխիվ։ Ինչն է հետաքրքիր, որ քառորյա պատերազմի մասին այդ զեկույցը եւս հայտնի չդարձավ հասարակությանը, հետաքրքիր է այս մեկն էլ նույն ճակատագրին կարժանանա, ինչ եք կարծում։ Չեմ կարծում, որովհետև քառորյայի ոնց որ ասած բաները, ուսումնասիրությունները այդքան ծավալուն չէին, այդքան շատ մարդ ներգրաված չէր եւ իշխանավորներից եւ օպոզիցիայից ծառայող եւ արդեն հերացված կամ թոշակի անցած զինվորականների առումով այդքան շատ չէին եւ ասեկոսները իշխանություններին շատ ավելի վտանգավոր են նախընտրական փուլում քան ասենք հրապարակելը եթե հանգարց իշխանությունները ռազմաքաղաքական վերնախավը որոշի որ կարծում եմ անհեռատես կլինի նման որոշումը որոշի որ պետք չի հրապարակել գրգռել հասարակությանը բան ախր չէ որ դա շատ մարդիկ հարցականվել են եւ այդ հարցականված մարդկանց ցուցակը գոնե օպոզիցիայի ձեռն է իրանք էլ չէ ասենք այդ հանձնաժողովի ներկա մարդիկ են ունեցել այո եւ այդ մարդկանց ասենք ցուցակը կարա հրապարակվի ու դրա մեջ գաղտնիք չկա սորենք չեն խախտի իրանք մարդկանց ցուցակը եւ այդ լրատվամիջոցները ոնց որ ասած որս կսկսեն այդ մարդկանց բարերի վրա էլի ասենք իրանցից ինտերվյուներ վերցնեն ներվայնացնեն ինչ որ բարեր քաղեն ասենք եւ էդի ուր կտանի շատ ավելի վատ է լինելու էլի շատ ավելի վատ է լինելու ձայներ կորցնելու առումով եթե հասկանանք որ 20 թվականին պարտվեց Հայաստանի Հանրապետությունը որպես գարանտ Արցախի անվտանգության եւ մեղավորները կարային շատ լինեն իսկ հանձնաժողովը մեղավորներին է բացում բայց պատասխանատուն վերջապես ասենք այդ ժամանակ իշխող ուժն էր որը առեսօր իշխում է բայց ոնց է պատասխան տալը լինում բացի ձայն կորցնելուց բնական է իրանք պետք է ձայն կորցնեն եթե չզրոյանա, ասենք այն մարդիկ, ովքեր որ 1-2 իրար գումարում են ու գալիս են այն հետևության, որ այսօրվա իշխանությունները պետք է չլինեն, իրանք իրաց ձայն չեն տա, դա նորմալ է, դա նորմալ ժողովրդավարական process է, ասեմ ավելին, նույնիսկ ոչ ժողովրդական, ասենք, երկրներում նման պրակտիկա կա, որ հասարակությանը հայտնի են դարձնում տարբեր փաստեր, էքսպերտներով քննարկելով բավականին հանրային եւ ոնց որ ասած ծանր որոշումները այդ ձևով բան են անում, ասենք տարբեր մարդկանց ծառայությունից հանելու առումով ծանր որոշումներ հիմնավորելու առումով, ասենք, դա շատ հարմար ձև է, էլի, ասենք, խոսքի օրինակ ճանաչված եւ սիրված զորահրամանատարին հեռացնելու համար պարտադիր չի իրան անասունի ու վատ մարդու տականքի նման, ասենք, խառնես ու բացասական կերպար դարձնես հորինովի բաներով, էլի, ասենք, խոսքի ժամկետանց պրոդուկտները, որ արջերին հա կերակրել, դա ստոր արարք էր, դրա մեջ մեծ ստորություն կա, էլի, ասենք, ու ես դեռ եմ բախտ եմ ասել, չսիրելով Մանվել Գրիգորյանին, ես ասել եմ, որ շատ սխալ բան է արվում, էլի, ասենք, որտեղ ինքը ինստիտուցիային է խփվում այ ոնց որ ասենք պայքարելով ինչ որ եկեղեցականի դեմ մեթոդները սխալ են կիրառում եւ խփում են եկեղեցուն ասենք մի հատ սխալ թեզ է հիմա տարածվել Հայաստանի առաքելական եկեղեցի հայ առաքելական եկեղեցի է էլի դա արդեն ոնց որ կտրես Հայաստանի
սփյուռքի վրա ազդելու ձևերից մեկը եկեղեցու միջոցով այդպես ոտից կրակել բա կարելի է անհեռատեսությունա, չէ։ Կամ Հայաստանի պատմությունը, հայոց պատմության հայոց պատմությունը Հայաստանի դարձնելը հələ կերևա 10-20 տարի հետո, երբ որ ասենք այդ դասագրքերով մեծացած երեխեքը ինչ որտեղ մի բան կսկսեն որոշել, բայց այս պահին հայ առաքելական եկեղեցին հռչակել Հայաստանի առաքելական եկեղեցին նշանակում է այս պահին որոշակի, ասենք, ռեալ հնարավորություններ կորցնել Սփյուռքի միջոցով, խոսքի օրինակ Ֆրանսիայում կամ Ամերիկայում կամ Ռուսաստանում ինչ-որ բան անելու։ Այդ հնարավորությունից զրկում ես, դա ոնց որ ասում եմ ինքդ քեզ ոտից կրակես։ Այդ նույն ձևով ոտից կրակելու նման բան կլինի, եթե 44 օրյայի, ասենք, այդ վերլուծությունները չհրապարակվի։ Կարծում եմ, պիտի հաշվի առնենք, որ այնտեղ ոնց որ թե ապոզիցիան շատ հաճախ բայկոտ արել չի մասնակցել, ասենք որոշ ժողովներին կամ հեռացել է, բայց դա մեկը չի ամբողջությամբ զրոյացնում այն ինֆորմացիոն, անհրաժեշտ ինֆորմացիոն, ասենք, բեռը, որը վերլուծելուց հետո հասարակությունը, զինվորականները, պաշտոնյաները հետևություններ կարան անեն եւ ամենակիչը որոշ սխալներ չկրկնեն։ Կարճ ասած, համոզված եմ, որ հրապարակելու են, կարողա ձգեն այնքան միջև իրենց համար հարմար պահ լինի, նոր հրապարակեն, բայց որ չհրապարակեն, դա լուրջ իրանց վնասա լինել։ Քայլական կուսակցությունը մեծ կորուստներ ա կրելու ձայնային էլեկտորատի, ասենք, կորուստ ունենալու, որովհետև արդեն գնացել են բաներ, ես նայում եմ, ասենք, էքսպերտների զրույցները, նույնիսկ մշտապես պաշտպանության նախարարությանը պաշտպանող էքսպերտները արդեն նրանց տարակուսանքների մեջ են, իսկ դա ձայներ կորցնելու ձևերից մեկն է, երբ որ պրոիշխանական, ասենք, մասնագետը չգիտի ինչ պատասխանի, սկսում է Ձիշովի կռուտիտը, մանկական էլ այնց փողոցային մանկական, ոչ թե փողոցային հասուն այնց սութի գողական, այլ մանկական Ձիշովի կռուտիտ էլի, դա հեշտ լավ բան չի, որովհետև խփում է այդ պահին այդ էքսպերտների ավտորիտետին եւ ժողովուրդը սկսում է, ասենք, ալտերնատիվաներ ման գալ, կարճ ասած, պետք է շատ կարճ ուղեղ ունենան, էլի, որ չհրապարակեն մինչև ընտրությունները։ Շատ լավ, անցնենք նաև մեկ այլ կարևորագույն հարցի, կոնֆլիկտի, որը կարծես թե լուծում է ունենում, խոսքը Իսրայել-Համաս հակամարտության մասին է։ Թրամփի միջնորդությամբ այսօր, իսկ ես մեր ռադիոլսողներին ու ռադիոդիտողներին նշեմ, որ մենք ձայնագրվում ենք հոկտեմբերի 9-ին, Թրամփի միջնորդությամբ համաձայնագիր է ստորագրվելու, կեսօրից հետո ասում էին, ըստ որի արդեն պատանդներն են փոխանակելու մեկը մյուսի հետ եւ Իսրայելը հետ է գնալու այն կետին, ըստ որի պայմանավորվել են, որ պիտի հետ գնա։ Այ հետաքրքիր է, այս համաձայնագիրը ըստ ձեզ ժամանակավոր լուծում է այս հակամարտության, թե կարող ենք հույս ունենալ, որ այդտեղ էլ բախումներ չեն լինի։ Ես շատ վաղուց ասել եմ, որ կան հաշտության համաձայնագրեր, որոնք մյուս կողմի մայրաքաղաքում են սիմվոլիկ, էլի, մյուս կողմի մայրաքաղաքում են կնքվում, գրավելուց հետո, ոնց որ Բերլինը։ Համասի եւ փաստացի Պաղեստինի հանրապետության զգալի մասով ճանաչված Պաղեստինի հանրապետության եւ Իսրայելի միջև պայմանագիրը, հաշտության պայմանագիրը, ինքը նույն բանն է, էլի, ասենք, ստացվում։ Կամ պետք է ոչնչանա Պաղեստինի հանրապետությունը ամբողջությամբ, եթե չվերանա, գոնե ինքը վերանա որպես երկիր, որպես պերսպեկտիվա ունեցող ժողովուրդ, որ պերսպեկտիվա, որ օրերից մի օր անկախ կամ կիսաանկախ կլինի։ Ինքը մաքսիմալ օկուպացված երկրի կարգավիճակ ունենալու թեկուս ամբողջ ատրիբուտիկան պահելով։ Դա
լավ հասկանում էին նաև ասենք այդ պրոթուրքական Համասի եղբայր մուսուլմանները, որոնք որ այդ տերորիստական ակտը արեցին, ընդհանրապես տերորը ինչ բան է, որ մտածում ես, դա անճարության դիրքորոշումը, բանա դրսևորում է, անճարությունից են նման բան արել, որովհետև ուրիշ ելք չէին տեսնում, ուշադրություն գրավեին եւ այլն, կամ այդ պատանտները վերցնելը իրանց համար թվում էր, թե դա մեծ հարցեր կլուծի, էլի։ Բայց ոնց տեսանք, ոչ մի հարցեր էլ չլուծեց, այդ 1000 զոհվածի եւ մի քանի 100 պատանտի դիմաց ոնց որ թե 100,000 հեսա շուտով կհասնի զոհված խաղաղ բնակիչներ ունեն։ Իրենք ուրիշ ճանապարհներ պիտի փնտրեին, ասենք, բանի պայքարելու։ Ոչ թե միայն դիվանագիտական։ Դիվանագիտականը, եթե տակա զինվորական, ռազմական ուժ կշիռ չունի, ասենք, բանը դատարկ ձայն է, էլի ասենք։ Այ ոնց որ մեր բանակցություններում մեր իշխանությունները չհավատալով մեր պաշտպանական ունակություններին զիջում են, չէ՞։ Իրականում էլի ասենք, ես ոչ իրանց բան եմ անում, քաղաքական ուղին եմ բան անում, ոչ իրանց կողմ եմ բան անում, ռեալ ինչ ենք ձեռք բերել, նույնիսկ ասենք բանա դեմարկացիան, որ տեղի է ունեցել Տաուշում, տեղի է ունեցել Ընտրովի, վերադարձվել է մենակ այն հողերը, որը որ թուրքերի ձեռում չէր, կամ մեր ձեռներ, կամ նեյտրալ էր։ Իսկ անմիջապես մի քանի կիլոմետր շատ չէ, մի քանի տասնյակին չհասնող կիլոմետրի վրա հայկական հողամասերը չեն վերադարձվել։ Դա արդեն նշանակում է, որ մենք զիջում ենք, ոչ թե փող զիջումներ, այդում էլ զիջում ենք։ Եվ այդտենց զիջում է նաև տրիպը, ով չի հասկանում, որ դա զիջում է, իրոք ասենք Վադիմ Արությունովի հորինած տրիպեր բառը իրանց սազում է, կարելի է դաջված կանել ճակատին։ Ինչ անենք, որ այդպիսի վիճակում չլինենք, որ մեր կառավարությունը ստիպված չզիջի։ Ուժեղանանք, պետությունը անում է հնարավորը, միգուցե իրանց հասկացածի հնարավորն անում է, բայց հասարակությունը չի անում։ Հասարակության կայծեր կայֆերը տեսնելով ես հասկանում եմ, որ հասարակության վեճը չի։ Հեսա Համասի օրը կարանք անգնենք, պաղեստինցիների օրը կարանք անգնենք, ու մեղավորը չի լինելու պետական, ասենք, օղակը։ Ես նման բաներ, որ ասում եմ, ինձ ասում են նորից գցեցիր ժողովրդի ջեբը, չէ՞, բացարձակ։ Ես ընդհանրապես ասում եմ, այնց ոնց հասկանում եմ։ Բայց պետությունն էլ բավարարանում է, պարոն Վարդանով, ըստ ձեզ։ Կարծում եմ ոչ, ինքը հաստատ ավելի լավ բաներ կարող անի։ Օրինակ, բանական ռեֆորմները բնական, ասենք, բավարար չի, որովհետև մի հատ տարական բան գոյություն ունի։ Շատ աշխատավարձ տալով այն մարդուն, ով չի կարում աշխատի, ինքը դրանից ավելի լավ չի աշխատի։ Մարդ, որը որ հսկայական ուղեղի աշխատանք պիտի կատարի, ուսումնասիրի բազմաթիվ բաներ, ասենք, բացի իր փաստաթղթերից, նաև գրքեր, չգիտեմ, քարտեզներ, իրան ասել շարային քայլի եւ մի հատ կրակի, որ քո աշխատավարձը բարձրացնենք, դա համարենք, որ ինքը իր ատեստացիան անցավ, ասենք, գլխավոր շտաբի գեներալիցետի շարայինը։ Ճիշտն ասած, ես իրանց տեղը ամոթ եմ զգացել, էլի։ Իրանք ուղղակի պետք է հրաժարվեին նման բանից։ Ուղղակի պետք է հրաժարվեին։ Ասելով, որ մեր բանը պրոֆեսիոնալ ունակությունները ստուգեք։ Մեր պրոֆեսիոնալ ունակությունները մենք ի վիճակի ենք որոշումներ ընդունել կարճ ժամանակում ինֆորմացիան վերլուծել եւ այլ նման քննություններ պետք է լինի գլխավոր շտաբի համար, ոչ թե ասենք տարիքն առած, բայց մտավոր աշխատանքով զբաղվողին պարտադրել, որ ժիմ անեն կամ ասենք շարային քայլեն, դա նոնսենս էր, էլի, դա ինչ որտեղ իրանց երևի ստորացնող բան էր, որպեսզի իրանք հետո հեշտ ենթարկվեն, բայց նման ձևի ստորացնել զինվորական հրամանատարությունը
ճիշտ բան չի էլի, դա շատ սխալ է, ու դա ռեֆորմա չի, դա փոփոխություն չի։ Իսկ եթե վերցնենք, ասենք, լավ, իրանց կարծիքով դա լուրջ փոփոխություն է, որտեվ գեներալները ստիպված մի քիչ ֆիզոկ անեն ու փոր չեն ունենա։ Լավ ջանդան, որ ասենք սալերի հետ մաշվելուց նաև կարող է, ասենք, այն բանը ուղեղի խնդրեմ էլ, ասենք, ձևավորվեն, իրանք դադարեն մտավոր աշխատանք անել, ցախ միտքը լինի ուղղված, քանի որ իրանք կոռուպցիան դեռ չեն, ուղղված լինի ֆիզոն բարելավեն, որ կարողանան աշխատավարձ բարձրացնեն, դա եթե համարում ենք բարեփոխում, դա շատ նման է ինչին, որ օպերացիան մարդու մարմնի վրա ինքն է անում, կողքից, ասենք, բժշկական կենտրոնի ծանոթով կամ Կեմբրիջում սովորած ադմինիստրատիվ դիրեկտորի խորհուրդներով, ասենք, Կեմբրիջում ոչ թե բժշկական ֆակուլտետում, այլ լավ կրթություն ստացած, ընդ Կեմբրիջ, Հարվարդ, Յել, այտենց մի քանի հատ անուն գիտեմ, էլի տելևիզորով լսել եմ, այնտեղ ուսում ստացած տնօրենը գա սկալպելը տա ձեռը բանին, հիվանդին, ասենց ընկած ապենդիքսը տրաքել է, էլի, ասենք, բանը, կույրաղիքը, ասի, սենց արա, նենց արա, չի կարա տենց բան լինի։ Օպերացիան պետք է դրսից արվի, դրսից մարդիկ պետք է լինեն, ու այդ դրսից մարդիկ դա պարտադիր չի, դրսից ասելով ես նկատի չունեմ, ոնց որ հիմա մենք օպերացիա չենք անում, Շուշի հետևը կայացրել ենք ֆրանսիացիներին, մեկ էլ բանա ամերիկացիներին, բայց իրանք ռեալ ոչ մի բան, ասենք, չեն անում այդ խորհրդականները։ Մի հոգու մարդ բերել ես, որ մի քանի հազարանոց պաշտպանության նախարարություն բուժի, դա խնդալու է, էլի, ասենք, կներեք, ասենք, չեմ կարող ինձ զսպեմ։ Այդպես չի էլի փոփոխությունները հասարակության մեջ կա բազմաթիվ զինվորականներ, որ 1-2 տարի, ասենք, ծառայությունից դուրս են, 2 տարուց շուտ հելացներն են պիտանի, մարդիկ, ովքեր որ կախված չեն պաշտպանության նախարարից, ովքեր որ շեֆ չեն ասում, ինչ որ մարդու ծառայող կամ, ասենք, պաշտոնա զբաղացնող քաղաքական բանի մեջ նեյտրալ, քաղաքականապես նեյտրալ մարդկանց միջոցով, իսկ նման մարդիկ բազմաթիվ են, բազմաթիվ 2000 թվականի ցեսկո, երբ որ, ասենք, բանակին պարզ դարձավ դեռևս 90-ական թվականներին, որ թուրքերը այդքան շուտ ուշքի չեն գա, շատ ու շատ հայրենասեր եւ պրոֆեսիոնալ մարդիկ հայտնվեցին, ասենք, ծառայությունից դուրս, մի քիչ չարանալով, մի քիչ չչարանալով, որովհետեւ շատ ավելի լավ կենցաղ իրենց համար կարողացան ապահովեն քաղաքացիական կյանքում, քան իրենց, ասենք, կարող էր ապահովել առանց գողության, կարող էր ապահովել պաշտպանության նախարարությունը կամ նախարարությունում ծառայելը։ Նման մարդկանց ներգրավել ուղղակի անհրաժեշտություն է, կարա լինի ոչ թե, ասենք, իրանք պաշտպանության նախարարություն բան անեն, այլ մեծ իրավասություններ ունեցող հասարակական մի հատ խորհուրդ ստեղծվի, որը որ ցանկացած վարչության պետին, ասենք, կարա պաշտոնանկանի, ցանկացած գեներալին կարա աստիճանա զրկի, ասենք, միջև կրսեր սերժանտ, այդ նման հասարակական խորհուրդ է պետք ստեղծել, այս իշխանությունները ռազմական գործից չեն հասկանում, հասկանալի պատճառներով, կապ չունի ինքը բանակում ծառայելա, թե չի ծառայել, էլի, ասենք, այս մեկը, այն մեկը, դա սխալ մոտեցում է, եթե ինքը ծառայելա ու պոստում կայնել, ապրի ինքը, փառք ու պատիվ, ասենք, Վիլենտ Գաբրիելյան, չէ, ասենք, ապրի ինքը, բայց իրա բանը զինվորական գործի մասին, ռազմական գործի մասին գիտելիքները մակարդակը շատ անբավարար է, էլի, որ ինքը կարողանա, ասենք, լուրջ ռեֆորմաներ անի։ Ես ոչ թե իր ուղեղի բանը նեմ, ասենք, այդ ձևով գնահատում, այլ ինքը չի զբաղվել դրանով։ Պրակտիկ գիտելիքներ։ Ինքը չի զբաղվել, թեորիապես չի զբաղվել, պրակտիկ, ասենք, իր փորձը շարքայինի փորձա միգուցե սերժանտի, բայց, ասենք, սպաներ, որոնք որ ծառայությունից դուրս են եկել, դա ուրիշ է։
ու դուրս են եկել վաղուց ու ոչ մեկին էլ եմ ասում շեֆ չեն ասում 4 թուշ համբյուրելու ասենք խասյաթը եթե ժամանակին ունեցել են դադարել են Քավոր սանիկ հարաբերությունները իրանց տարբեր գեներալների ու չգիտեմ նախարարների հետ սառելը այն նման զինվորականներից հասարակական խորհուրդ ստեղծել տալ կարգավիճակ ասենք վարչապետին կից ու իրենք ցանկացած գեներալին աստիճանազրկելու թոշակից զրկելու իրավունք ստանան խոսքի մի հատ բանա ՊՆ-ի առարկելով երկրորդ անգամ երբ որ պնդեն ասենք նոր պաշտպանության նախարարի բլոկը կամ վետոն հաղթահարվի մենակ այդ ձևով կարելի է ինչ-որ բան փոփոխություն անել ով հակառակն է ասում կամ չի հասկանում ուղեղը ասենք իր ոչ թե հասու չի ասենք այդ գիտելիքները այլ ուղղակի հավես չեն ունեցել կամ ժամանակ չեն ունեցել նման գործով զբաղվելու վրա ասենք ժամանակ ծախսեն կամ էլ թշնամի է որովհետև ռեֆորմաները անհրաժեշտ են իսկ ռեֆորմաների ձևը դա է Հայաստանին որ կարա տանի բարեփոխման զինվորական գործում Նայեք, ոստիկանության բարեփոխումները հիմա դուր են գալի մեզ, իհարկե ոչ, կարճաժամկետ ուսում, բարոյական ցածր մակարդակ ունեցող, ասենք, մարդկանց հանդիպում ենք ճանապարհի վրա փողոցում ոստիկանական ուսադիրները կրելով, հիմա էլ ասենք, լսում եմ, որ ոստիկանների զոհվելը շատ սխալ էր իրենց ընդհանրապես պատերազմի դաշտ պետք չի տանել բա ով ասենք բլոկպոստերը հսկի ճանապարհները կոնտրոլ անի ով եթե ոչ ոստիկանները եթե դու չունես պատրաստված աշխարհազոր 55 կամ 50-ից կամ 55-ից ավել տարիք ունեցող մարդկանց որոնց ներգրավում ես թիկունքային ծառայության մեջ անգամ եթե իրանց ներգրավում ես, իրանք քաղաքացիականներին նաև ստուգելու հնարավորություն պետք է ունենան, ձերբակալելու, բերման, դա նշանակում է ոստիկանների հետ պետք է կանգնի աշխարհազորը։ Որ հետ կայնավ աշխարհազորը բնականա պետք է այդ պահին ծառայության մեջ գտնվողի տրամադրության տակ լինի։ Փաստացի ենթարկվի ոստիկանական, ասենք, կրծեր կամ մեծ նաչալնիկին, ով որ բլոկպոստում ղեկավար է։ Եվ ո՞նց եղավ, որ դու ոստիկանությունը չես տանում պատերազմի դաշտ։ Տանում ես, ասենք, երկրորդ գծի հետևը կամ առաջի գծի հետևը, երկրորդ գծի հետևը, դրան ռուսերեն զագրադիցելնի բատալյոններ էին ասում, զագրատ էին ասում, ինչ անուն ուզում եք դրեք։ Դա ոչ թե դրա համար է, որ գնդակահարեն հետ քաշվողներին, այլ որ կանգնացնեն իրանց, ստուգեն, եթե պետքա ձևավորեն նոր գումարտակներ կամ ասենք բարդակ մտած, ասենք, եթե ինչ-որ ստորաբաժանման մեջ եւ ինքը տրջիկ է տալի, իրանց հավաքել, նոր հրամանատարություն կարգել, ասենք, ՊՆ-ից եւ իրենց դիրքերը ուղարկել, որ միգուցե նոր դիրքեր, միգուցե 5 դիրքերը, որ գնան պահելու, այդ ձևը ամերիկայան կամ չգիտեմ ինչական ձևերը, որ ոստիկանը պետք է ոստիկանի գործ անի, հələ Ամերիկայի վրա հարձակումներ ելներ, ասենք ոնց որ Սիրիայի վրա կամ ամերիկան այտենց հարձակումների ենթարկվեր ոնց որ Ուկրաինան։ Հետաքրքիր է, իր ոստիկանները չէին կռվի այդ ժամանակ։ Абսուրդ է, էլի, ասենք, փոքր Հայաստանը, որը վտանգված է բոլոր կողմերից, ասենք, թուրքերով շրջապատված, մի փոքր, ասենք, ծաղոտի չափ շնչուղի կա Արցախով, Ջավախքով, այն էլ էթումա վրացական ուրիշ տարածքների է հանդիպում, իսկ Վրաստանը մենք լավ գիտենք, որ տնտեսապես եւ քաղաքականապես մի ուրիշ ձևի ազդեցության տակ է թուրքերի։ Ոնց կարելի է Հայաստանում նման մոտեցումներ անել, չի կարելի։ Բացի դրանից ոստիկանական բարոյական պատկերը մեզ դուր է գալի, ոչ, ինձ որ դուր չի գալի։ Երբ որ ոստիկանը ջանասիրաբար գալիս, ասենք, փորձում է ռազմամարզական կառույցին, որը իր երեխայի
ննջարանն է պաշտպանում թուրքից, գոնե պատրաստում է մարդկանց, ովքեր որ պիտի պաշտպանեն իր երեխայի գլուխը, որ ուսերի վրա մնա եւ ֆուտբոլի գնդակ չդառնա, ու գալիս ջանասիրաբար սկսում է վնաս տալ հասարակական կազմակերպությանը, արդեն իր բարոյականության մասին կամ իր հնարավոր ծնողի հոր մասին կարելի ասենք ինչ ասես մտածել, հնարավոր, որտեղ չի կարա իր օրինական հայրը իր բնական հայրը լիներ, էլի հաստատ ինչ-որ դիսբալանս կա իր ուղեղի մեջ, դուս կադրերը լավ չեն ընտրում, չեն դաստիարակում ու ստանում ենք այն ինչ-որ ստանում ենք, աշխատավարձը բարձրացրեցին ոստիկանների ու ունենք ոստիկանություն լավ գործ է անում, հա, խնդալու է, իսկ բանակը ինչով է տարբերվում ոստիկանությունից, ոստիկանության սխալ շարժի դեպքում, սխալ զենքը կիրառելու դեպքում մի հոգու ձեռք է կդրվում ցուցարարների մոտ կամ մի հանցագործ պլստում է կամ մի պաշտպանյալ սպանվում է հանցագործների կողմից, իսկ բանակային սխալները ինչի են բերում, հազարավոր սպանվածների հայրենիք կորուստ, ճիշտ է, չի կարելի տենց էլի, բժիշկը, ոստիկանը և զինվորականը երկուսն էլ կյանքերի հետ են կապված, շատ լուրջ կապված են կյանք պաշտպանելու, բայց բժիշկի մենակ մի ճյուղն է սանիտարա էպիդեմիոլոգիայի, ասենք այդ ճյուղն է, որ իր սխալվելուց կարա լուրջ վնաս ունենա երկիրը, ոստիկանության չկա տենց բան, որ լուրջ վնաս ունենա երկիրը, իսկ բանակային, ասենք, սխալները, բանակային կրթության պակասը, ռեֆորմաներով սխալ ուղղությունով գնալը կարա բերի ամեն ինչի կործանման։ Երկրի ճակատագիրն է, էլի, բանակային սխալների ձեռք։ Դրա համար, ասենք, ռեֆորմաները պետք է լինեն շատ ավելի լուրջ, ոչ թե ինչ-որ նախարարի կապրիզներով, ասենք, կրթության նախարարը ոնց ուզի, ասենք, հիմա կարա ինչ-որ բան փոխի, վնասը կզգանք 10-20 տարի հետո, բժշկական ոլորտում հիմա աղմուկ է բարձրացել, որ բուժքույր է ինչ-որ դարեբան, բավականին, ասենք, կարծում եմ լուրջ պրոբլեմա ու դրա մասին հասարակությունը իզուր չի, որ ասենք մի քիչ բանա բորբոքված զրույցներ են հետում այս կողմից եւ այն կողմից, լավ 1-2-10 հոգի, ասենք, մահացավ, գարդասիլներ, ես իմ ինչեր չբեր դարձրեցին մեր աղջիկերքին, դա 20 տարի հետո կիմանանք, 40 տարի հետո կզգանք մարտի դաշտում, որտեվ այդ աղջիկերքը չեն ծննդաբերի եւ 40 տարի հետո այդ գարդասիլի վնասը մարտի դաշտում եւ ցեղասպանության գործում թուրքերին, որ օգնեց, կտենանք, բայց ռազմական սխալները, ռազմական ոլորտի սխալները վաղը կարանք իմանանք կամ կես ժամից չի կարելի այդպես բան անել ռուսերեն մի հատ ասացված կա Նազլո մամե atmarozhu ushi ի հակառակ մայրիկիս ականջներս ասենք կցրտահարեմ մայրիկը ասում է գլխակի բանը ականջները կապի որ ականջները չմրսի իսկ ինքը չեն ըստ հարցվում է եւ այն նման վերաբերմունք անհեռատես ինքնասպանություն ոչ թե ոտքից կրակող այլ ինքնասպանության ես զարմանում եմ էլի այսքան տարիներ կորցրեցինք երբ որ ասում են հին նոր արդեն եթե զինվորին 5 օր են տալի ասենք ինքը պատրաստվի եւ մարտի դաշտ դուրս գա հայկական փաստաթղթերով ինչը նոնսենս է բայց 5 օր տալիս են 7 տարի չհերիքեց իշխանություններին որ իրանք ճիշտ որոշումներ կայացնեն երկրի անվտանգության հարցում միջև հիմա հասարակությունը դեկամերոն վիճակում է ինչի հետ եմ դեկամերոնը գրվեց ինչի մասին որ այնտեղ դուրսը մահա համաճարակը իրանք հավաքվել կայֆավատներ են անում կիսասեքսուալ անեկդոտներ են իրար պատմում նույնը մեր փառատոններն են այսօր լուրջ արհավիրքների դեմ ենք կանգնած զենք զինամթերքը որտեղով ենք բերելու Հայաստան օթով հա Իրանով պետք է բերենք
կամ Վրաստանում։ Վրաստանը լուրջ ճնշման տակ է այն երկրների, ովքեր որ հակադրվում են Հայաստանին, ոչնչացնել են ուզում Հայաստանը, Իրանի հետ կապը թույլ է տալի, որ մենք Հնդկաստանից զենք բերենք, Ֆրանսիայից զենք բերենք, Իրանի հետ կապներ պատրաստվում ենք տրիպով կդրենք, լավ էլի։ Ունես չի, որ ասենք խոսալու շնորհքը չեր օգնի, որ այդ տրիպի պայմանները մի քիչ ուրիշ լնեին։ Ուղղակի այդ խոսալու համար, ասենք, կարար պատժվեր մեր վարչապետը, որտեղ այդ խոսալուն ականատեսեր լինելու թուրքերի առաջնորդներից մեկը Իլհամ Ալիևը, ճիշտ է, որպեսզի ինքը ի վիճակի չլիներ մեզ պատժեր, հասարակությունը պարապացնել է պետք, պատրաստել է պետք, ստորաբաժանումներ է պետք կազմել ռեզերվիստներից, ոչ թե ուղղակի մեկին կրակել սովորացրեցիր, համարում ես, որ դա նորմալ է։ Դրա համար մենք հլը դիվանագիտական դաշտում էլ մեծ պարտություններ կունենանք, քանի որ սենց է այդում, մի տարուց ավել ասենք բանա համապարփակ անվտանգության եւ պաշտպանության համակարգի վերաբերյալ դրական բաներ ենք ընդունել, բայց անցնում է մի տարի եւ վարչապետը ասում է, ով մեր հետ բան չի, մեր ստրատեգիան չի կիսում, ինքը մեր հետ գործ չունի։ Բայց եթե համապարփակը կարող է, համապարփակի մեջ բոլորն են մտնում, նաեւ ընդրանք, ով ստրատեգիա չեն կիսում։ Ու դա ասում է այն մարդկանց մասին, ովքեր որ Հայաստանում առաջի անգամ անցկացնում են հավաքներ շատ ավելի բարձր վիճակում, քան ասենք, չգիտեմ, այդպես դեպք չի եղել, որ այդպես բարձր կարգավիճակ ստանա, բանա մոբիլիզացված պայստազորայինները, էլի ասենք մարզվեն ու պարապեն ու դառնան գումարտակ։ Այդքան կարճ ժամանակում 5-ից 7 օրվա մեջ։ Ուշքի է պետք գալ ու դրա մի մասը նաև հասարակությանը այդ բաները 44 օրյայի վերաբերյալ բաները բանանել, ներկայացնել եւ հետեւություն է պետք անել, որ Համասը այս օրնա, որ ինքը համապարփակ պաշտպանություն չարեց, ինքն հենց իր պրոֆեսիոնալ, լավ աշխատավարձ ստացող, միջև հիմա ասենք դիմադրող, բայց ի վիճակի չեն, չէ, պրոֆեսիոնալները պաշտպանել իրանց 2.5 միլիոն բնակչությունը։ Իսկ եթե 2.5 միլիոնից 1/3-ը հասուն տղամարդիկ եւ կանայք զինվորել էին 800,000, դա Իսրայելի համար էլ էր շատ բարդ լինելու, էլի անհնարին էր լինելու իրանց այս օրը գցելը։ Շնորհակալություն, պարոն Վարդանով։ Մեր եթերաժամանակը մոտեցավ իր ավարտին, իսկ ես մեր ռադիո լսողներին ու ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ եթերում հետախույզի օրագիրը հաղորդումներ։ Մենք կհանդիպենք հաջորդ 5 շաբթի։